Հակակոռուպցիոն կոմիտեն էլի մտել է Երևանի քաղաքապետարան ու 2 պաշտոնյայի տարել իր հետ։ Մտքովս մի պահ անցավ, կարող է Ավինյանի հետևից են եկել, ասենք Անիվի թեմայով։ Չէ, ինչ եք ասում, Ավինյանն ուր, կոռուպցիան ուր։ Չգիտենք ում են տարել, ըստ երևույթին կոալիցիոն ընտանիքից, դժվար թե ոչ կուսակցականին քաղաքապետարանում այնպիսի պաշտոն տային, որտեղ կոռուպցիայի հնարավորություն կա։ Կարճ ժամանակ անց իմացանք, որ դարձյալ կաշառք ստանալու դեպքի շրջանակներում հակակոռուպցիոն կոմիտեն մտել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Մի քանի օր առաջ ձերբակալվեց ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վարույթի շրջանակներում, 5 ամիս է ինչ պաշտոնավարում է ու արդեն մեղադրվում է։ Ու ուշագրավ է, որ սրանք հենց կոռուպցիոն բացահայտումն անում են, մինչ պաշտոնապես հետևից ընկնելը հեռացնում են պաշտոնից, որ բռնվելու ժամանակ արդեն նախկին լինի։ Նույնը Շենգավիթի թաղապետարանից բռնված 11 հոգին էին, նույնը ՍԱՏՄ պետներ։ Մի քանի օր առաջ հրաժարական տվեց Էջմիածնի համայնքապետը, ով իմանա, կարող է հաջորդը ինքն է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի մշտական մատերիալներից էլ սկեսրայրին, սկեսրոջը լավություն էր անում պետական պեչատով,